Տեսնում եք, չէ՞, որքանով էլ կամ ինչով էլ զբաղված լինեմ, միևնույն է միշտ վերադառնում եմ խոհանոց։ 5-10-15 նոր ֆորմատ եմ ձեզ ներկայացնելու, որի ընթացքում կիսվել եմ շատ հետաքրքիր եւ արագ պատրաստվող բաղադրատոմսերով։ Իդեալական տարբերակ մեր առօրյայի համար։ Ուրեմն այսօր ձեզ առաջարկել եմ մի հիանալի աղցան, որի մեջ համադրելու եմ միրգը եւ բանջարեղենը, բայց այսօր առաջին հերթին միասին պատրաստելու ենք համեմված աղ, որը որ միշտ խոհանոցում կարելի է ունենալ եւ օգտագործել ցանկացած ուտեստների պատրաստման ընթացքում։ Սկսեցինք։ Իսկ համեմված աղը պատրաստելու համար ես այսօր օգտագործելու եմ ծովի աղ եւ 1 նարնջի կեղև։ Հիմա կեղևը կառանձնացնենք ու կսկսենք process-ը։ Ուրեմն կտրատված նարնջի կեղևը բլենդերի օգնությամբ հարում ենք 100 գրամ ծովի աղի հետ։ Հիմա ինչ ենք անում, աերոգրիլի միջոցով չորացնում ենք 15 րոպե 200 ջերմաստիճան։ Այ ոնց եմ սիրում ես մի իդեայի արտադրանքը, համ բարձրակարգ, համ շատ հարմար, թե գրպանին, թե օգտագործման մեջ։ Իսկ հիմա անցնենք մրգերին եւ բանջարեղեններին, կտրատելու ենք նարինջ, թուրինջ, կանաչ խնձոր, բուլղարական կարմիր պղպեղ եւ չերի լոլիկ։ Կանաչիներից մեզ պետք է 1000 տերևներ, մի փոքր թարմ բազիլիկ եւ ռուկոլա։ Վերջ, բան չմնաց։ Հիմա մեզ մնում է աղը հանել աերոգրիլի միջից եւ եւս մեկ անգամ բլենդերով հարել։ Հիմա այս ընտիր աղով մենք կհամեմենք այսօրվա մեր աղցանը եւ այն կտեղափոխեմ մեկ այլ տարայի մեջ, որովհետեւ մշտապես օգտագործելու եմ։ Սև պղպեղ, բուսայուղ։ Վերջում մատուցելուց առաջ ավելացնում ենք ռոկֆոր պանիրը, սև եւ սպիտակ քնջութը։ Այսքան մի բան, արագ, համեղ, սննդարար եւ վիտամիններով հագեցած։ Իսկ աղը ուղակի հրաշք է։ Անպայման պատրաստեք, ձեր խոհանոցում անպայման ունեցեք եւ այս բաղադրատոմսով կիսվեք ձեր ընկերների հետ։ Կհանդիպենք։